Այդ մարդը 30 վայրկյան մոնտաժված բանա ունեցել, ռոլիկա ունեցել, վիդեո հոլովակա ունեցել, որի արդյունքում միջև հիմա քրեական գործի տակ է։ Այդ դուք վստահ եք, որ Սամվել Կարապետյանը, կամ որ ասում են Սամվել Կարապետյանը քաղաքական, քանի քաղաքական միտք է արտահայտել է Սամվել Կարապետյանը անձամբ ինքը, քանի քաղաքական միտք է արտահայտել։ Նարեկ Կարապետյանը իր եգյանն է։ Այն մի կողմ։ Սամվել Կարապետյանը, որ ուզում է դառնա վարչապետ։ Հիմա արդեն Նարեկ Կարապետյանը։ Իրանց ձևով։ Բա ինչի չեն բանանում։ Մի հատ խոսում ես հանրության հետ լրատվամիջոցների միջոցով կամ առանցին լավ լրատվամիջոցների հետ չեն ուզում շփվեն, թող Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում, որտեղ կուզեն, ուղիղ եթերը դնեն իրենց առաջ ու սկսեն շատ չեմ ասում 5 րոպե խոսել, հա։ Վարժ, չկարդալ, խոսել, միտք արտահայտել։ Հայերենով ամենակարևորը, որտեղ մեր պետական լեզուն էլ հայերենն է, չէ՞, մարդը կարծես թե մի օր այդպիսի միտք էլ էր արտահայտել, որ պետական լեզուն, եթե որոշվի, կարելի է փոխել եւ այլն եւ այլն։ Պիտի ավելանա, պիտի լինի ռուսերենը։ Այստեղ պետք է, եթե քաղաքականությամբ զբաղվում ես, դու պարտավոր ես հայերենով զբաղվել։ Եվ պետական ապարատն էլ աշխատում է հայերեն լեզվով, մեր պետական լեզուն հայերենն է։ Հայերենով ինքը կարող է միտք արտահայտել 5 րոպե։ Կարծում եմ այդտեղ չգիտեմ, բժշկության մեջ կա այդպիսի տերմին, թե չկա, ու գուցե լեզվի մինինգից ստանա, կամ լեզվի ինսուլտ, այդպիսի բան էլ կարա լինի, էլի, թող խոսի, ով է իրեն խանգարում։